Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Շուշան Զաքարյանին։ Առանձնացրել ենք մի քանի հարցեր։ Բարև ձեզ, Շուշան։ Բարև ձեզ։ Այսօր կխոսենք ուսանողությանն առնչվող մի շարք խնդիրներից, քանի որ ուսանողությունը հանդիսանում է երկրի շարժիչ ուժը, ապագան, եւ ուսանողությունը այն, այսպես ասած, մասն է կազմում հասարակության, որը միևնույն ժամանակ բացի լինելուց կարևոր, այլ նաեւ շատ խոցելի է։ Այսօր ուսանողության շրջանում հարցերը այնքան շատ են, որ կդժվարանամ թվարկել դրանք ամբողջությամբ, բայց առանձնացրել ենք մի քանի կարևոր թեմաներ, որոնք այսօր կքննարկենք։ Նախ եւ առաջ սկսենք բարձրագույն կրթությունից։ Այսօր ուսանողների մոտ նկատվում է բարձրագույն կրթության հանդեպ ձևավորված անվստահություն, այսինքն մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ուսանողը բախվում է շատ կարևոր խնդրի, այսինքն կամ ուսում, կամ աշխատանք։ Այստեղ մենք առնչվում ենք սոցիալական խնդրին, այսինքն ուսանողը ստիպված է ավարտելուց հետո դպրոցը անհատը, ով պատրաստվում է դառնալ ուսանող, կանգնում է խնդրի առջև, կամ աշխատանք, կամ ուսուցում, կամ էլ ստիպված է լինում որոշ ժամանակ համատեղել երկուսը, սակայն հետագայում հասկանալով, որ գրեթե անհնար է, ստիպված է լինում մեկնումեկը թողնել, բայց քանի որ մենք այստեղ գործ ունենք սոցիալական խնդրի հետ, այսինքն անապահով ընտանիքի ուսանողները կամ սոցիալապես ոչ այնքան բարվոք կյանքով ապրող ուսանողները ստիպված են լինում ընտրել աշխատանքը, քանի որ մարզերից օրինակը բերեմ, մարզից Երևան եկած ուսանողը, ով պետք է սովորի, ստիպված պետք է վճարի տան վարձ, կամ ճանապարհածախս, ուսման վարձ, եւ դա էլ հանգեցնում է այն խնդրին, որ ուսանողը այդ կարիքները չկարողանալով հոգալ, պիտի աշխատի։ Այստեղ առնչվում ենք մենք այն խնդրին, որ եթե նույնիսկ ուսանողը ինչ որ ձևով կարողանում է համատեղել աշխատանքը եւ կրթությունը, բնականաբար տուժում է կրթությունը, որովհետև ուսանողը թեկուզ ժամային գրաֆիկով, եթե համապատասխանեցնում է աշխատանքը, աշխատանքից հետո լինելով բավականին հոգնած, սպառված ուժերով չի կարողանա այնպիսի որակյալ կրթություն ստանալ, այնպիսի եռանդով ու ջանասիրությամբ յուրացնել իրեն մատուցված նյութը, որը որ կարող է եւ դա պատասխանել։ Այսինքն մենք այստեղ հստակ առնչվում ենք մի խնդրի, որ սոցիալական ծանր պայմանները պատճառ են հանդիսանում, որպիսի ուսանողները կամ ստանան ոչ այնքան լավ կրթություն, կամ էլ առհասարակ չստանան կրթություն, ինչպես նախորդ եթերի ժամանակ նշել եմ, հատկապես առաջին եւ երկրորդ կուրսերում գրեթե անհնար է լինում համատեղել կրթությունը եւ աշխատանքը։ Այստեղ մենք բավականին լուրջ խնդրի հետ գործ ունենք, որովհետև ըստ իս պետք է ստեղծվեն մարմիններ, ինչպես նախկինում կային բավականին մարմիններ, ովքեր տրամադրում էին կրթաթոշակ կամ գոնե ուսանողներին ապահովել հանրակացարանով, բնակավայրով, որպեսզի օրինակ մարզից եկած ուսանողը, ինչպես արդեն նշեցի, ստիպված չլինի բնակարանի վարձի համար փնտրել աշխատանք, գտնել աշխատանք, դասերի հաշվին աշխատել կամ իր գիտելիքի, իր սովորելու ժամանակի հաշվին աշխատել, որպեսզի կարողանա գոնե ստանալ բարձրագույն կրթություն եւ հետագայում ունենալ լավ աշխատանքի հնարավորություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս աղքատության շեմը աճել է, այստեղ աղքատության շեմի աճը ուղիղ կապ ունի նաեւ ուսանողության հետ։ Արդեն նշեցի, որ սոցիալական խնդրի հետ է կապված։ Երկրորդ կարևոր խնդիրը անվտանգային խնդիրն է, թվում է, թե անվտանգային խնդիրները Հայաստանում տեղի ունեցող անվտանգային ցանկացած խնդիր չպետք է առնչվի ուսանողների հետ, սակայն դա այդպես չէ։ Ուսանողների հստակ շերտ չի ցանկանում շարունակել կրթությունը կամ պարզապես չի ցանկանում ընդունվել բուհ, քանի որ չի տեսնում իր ապագան կամ հետոն սեփական երկրում, որովհետև վախենում է իր հետոյի համար, չգիտի վաղը կունենա իր հայրենիքը, թե չի ունենա, կկարողանա ապրել այն վայրում, որտեղ այսօր ապրում է, եւ այս ամենը բացառապես անվտանգային ահագնացող սպառնալիքների հետ են կապված։ Նախկինում դեռ շատ տարիներ առաջ, երբ որ մարդը կարող էր գնալ Հայաստանից, սակայն վերադառնալ հայրենիք, որպեսզի դաստիարակի իր երեխային, այստեղ այսօր հակառակն է։ Կամ երբ որ առաջ մենք կարող էինք ունենալ դեպքեր, երբ որ երիտասարդը երկար տարիներ ապրել է դրսում, սակայն այժմ վերադառնում է հայրենիք, որպեսզի ստանա կրթություն, մենք ներկայումս չունենք դա, ընդհակառակը մենք տեսնում ենք, երբ որ երիտասարդները ավելի շատ փորձում են ուսման հնարավորություններ փնտրել արտերկրում, քան Հայաստանում։
որովհետև թե բուհերում տիրող քաոտիկ վիճակը, թե կրթական համակարգում արկա բազմաթիվ բացերը, թե մի շարք այլ խնդիրներ ուսանողին ստիպում են ուսման հետքերով գնալ դեպի արտերկիր, քան մնալ սեփական հայրենիքում։ Բարձրագույն կրթության հետ կապված խնդիրներն ու բացերը այնքան շատ են, որ ուսանողները շարունակաբար տուժում են դրանից։ Այսինքն բուհում մատուցվող կրթությունը ներկայումս հասել է այնքան վատ վիճակի, որ ուսանողները չգիտեն արդյոք ունի իմաստ ընդունվել համալսարան, թե ոչ։ Եվ այստեղ արդեն մեծ դեր է խաղում նաև ուսանողական ինքնակառավարման մարմինները։ Եթե տարիներ առաջ ուսանողական ինքնակառավարումը այնպիսի բարձր մակարդակի վրա էր, որ ուսանողը ցանկացած խնդրի դեպքում կարող էր գնալ եւ լսելի դարձնել իր ձայնը, այսօր ուսանողական ինքնակառավարման մարմինները ես բազմիցս նշել եմ, որ կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, թե քանի ուսանողական ինքնակառավարման մարմիններ են այսօր իրենց տեղում, դերում եւ ճիշտ կատարում իրենց գործառույթը, այլ ոչ թե որպես մարիոնետ հանդես գալիս եւ ծառայում բուհի ղեկավարների, այսպես ասած, շահերի համար, այլ ոչ թե ուսանողների, բազմաթիվ անգամներ խոսվել է այս մասին, որ երկար տարիներ ուսանողական ինքնակառավարման մարմինները եղել են բացառապես անկախ, նրանք կախում չեն ունեցել որևէ, այսպես ասած, դասախոսից, ղեկավար կազմից եւ այլն, սակայն այսօր մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ուսանողական ինքնակառավարման մարմինները գրեթե գոյություն չունեն, այսպես ասած, թող ինձ ներեն բոլոր այն ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ովքեր իրենց տեղում եւ դերում են, խոսքս նրանց մասին չէ, սակայն բուհերի մեծ մասը առնչվում է այդ խնդրին։ Ուսանողը ունի հստակ խնդիր, սակայն չի կարողանում բարձրաձայնել, որովհետև այն մարմինը, ով պետք է բարձրաձայնի այդ խնդիրը, պարզապես ձևանում է կույր, խուլ եւ համր։ Բացի այդ, մենք այսօր առնչվում ենք մի քանի խնդիրների եւս։ Ուսանողը ավարտում է համալսարանը, շարունակում մագիստրատուրա, ցանկանում է շարունակել հետբուհական կրթությունը, ստանալ գիտական աստիճան, որպեսզի ծավալի գիտական գործունեություն, ստանա գիտական աստիճան, սակայն բախվում է մի իրավիճակի, երբ համալսարանում նրան ասում են, որ գիտեք, մենք չունենք տվյալ մասնագիտությամբ դոկտոր, պրոֆեսոր, համապատասխան մասնագետ։ Եվ ինչ է մնում ուսանողին, կամ նրան առաջարկում են փոխել մասնագիտությունը, այսինքն, օրինակ, մարդը սովորել է քաղաքագիտություն բակալավրում, մագիստրատուրայում եւ հիմա ցանկանում է շարունակել նաեւ ասպիրանտուրայում, բայց ստացվում է այնպես, որ նրան ասում են չկա այդ մասնագիտությամբ դոկտոր եւ առաջարկում են օրինակ մանկավարժություն կամ չգիտեմ այլ ոլորտ, այսինքն տրամաբանական չի, որ մարդը սովորի 6 տարի, սակայն վերջում փոխի մասնագիտությունը եւ գնա այլ ուղղությամբ եւ պարզապես այն պատճառով, որ օրինակ քաղաքական հայացքների պատճառով դոկտորը կարող է հեռացվել համալսարանից, այսինքն ինչ որ անձնական ամբիցիաների, անձնական շահի համար ուղիղ պատասխանատվությունը դրվում է ուսանողի վրա։ Ուսանողը ստիպված է լինում կամ փոխել միտքը կամ ընդհանրապես չշարունակել կրթությունը, պարզապես այն պատճառով, որ այդպես է ցանկացել բուհի ղեկավարությունը։ Հաջորդ խնդիրը աշխատաշուկայի հետ կապված խնդիրներն են, որ ուսանողները շատ հաճախ բախվում են այդ խնդրին։ Ուսանողները ավարտելով համալսարանը չգիտեն կկարողանան աշխատել իրենց մասնագիտությամբ, թե ոչ, որովհետև ուսանողներին չի առաջարկվում հստակ աշխատաշուկա, այսինքն պատկերացրեք որքան հեշտ կլիներ ուսանողի համար, եթե նա ավարտելով համալսարանը ստանար ինչ որ աշխատավայրերի իր մասնագիտությամբ, ինչ որ աշխատավայրերի թափուր հաստիկների ցուցակը եւ կարողանալ դիմել բուհից նրան տրամադրեին որևէ այսպես ասած երաշխավորագիր, բնութագիր, որը կնպաստեր, որպեսզի ուսանողը կարողանա հեշտ աշխատանքի անցնել։ Սակայն այսօր ուսանողը ավարտելով համալսարանը ստիպված է լինում ինքը փնտրել, թե որտեղ կարող է աշխատել, շատ հաճախ նույնիսկ լրիվ այլ ոլորտ է ստիպված լինում ընտրել, որը ոչ թե ավարտել է, այլ չգիտեմ օրինակ լեզվաբանը կարող է աշխատանք փնտրել ֆինանսաբանկային ոլորտում եւ այստեղ եւս մենք բախվում ենք մի կարեւոր խնդրի, որ աշխատանքային փորձ, այսինքն համալսարանը նոր ավարտած ուսանողից պահանջում են աշխատանքային փորձ տվյալ ոլորտում։ Եթե ուսանողը նոր է ավարտել համալսարանը, ով պետք է նրան տա այդ աշխատանքային փորձը եւ եթե մի շարք կազմակերպություններ, գրեթե կազմակերպությունների 90-ից 95% պահանջում են աշխատանքային փորձ։ Եվ այստեղ արդեն ուսանողը ինքնըստինքյան մտածում է ինչու սովորել կամ ապրում է հիասթափություն, քանի որ չի կարողանում գտնել աշխատանք։
Սրանք այն բոլոր բացերն են, որոնք ուսանողների առաջ փակում են մի շարք դռներ։ Ուսանողին ստիպում են հիասթափվել, իրեն պաշտպանված չզգալ։ Հաջորդ խնդիրը մի փոքր ավելի քաղաքական է, քանի որ ուսանողները մտածելով, որ չփորձեմ բարձրացնել իմ ձայնը լսելի չդարձնեմ, քանի որ հնարավոր է ստանամ ցածր գնահատական, դուրս մնամ համալսարանից եւ այլն, այս խնդիրների պատճառով ուսանողը ստիպված է լինում շարունակաբար լռել կամ բացի քաղաքական կոմպոնենտը առնչվել մի իրավիճակի, երբ ունի ինչ-որ դժգոհություն, սակայն չի բարձրաձայնում այդ մասին, մտածելով, որ բարձրաձայնելու դեպքում ամենայն հավանականությամբ կարող է կանգնել մի շարք վտանգների առաջ, չստանալ քննությունը ունենալ լիկվիդներից հետո առաջանան մի շարք բարդություններ, ընդհանուր մինչև համալսարանից դուրս մնալը։ Այսինքն մենք այսօր բախվում ենք այն խնդրին, որ ուսանողը հնարավոր եւ անհնար բոլոր տարբերակներով կարող է ենթարկվել հոգեբանական ծանր իրավիճակի, կարող է ենթարկվել ստրեսների։ Հաջորդ խնդիրը ուսանողը ընդունվում է համալսարան, ընդունվում է տվյալ ֆակուլտետ, սակայն X ժամկետ հետո, օրինակ 1 տարի հետո, 6 ամիս հետո, 2 տարի հետո ինչ-որ փոփոխություններ կատարելու նպատակով փոխվում է ֆակուլտետը։ Ստացվում է այնպես, որ տվյալ ուսանողը ինքնին արդեն իրեն ճնշված է զգում, իրեն ստրեսի ենթարկված է զգում, քանի որ նա ի սկզբանե դա չէր ընտրել։ Կամ օրինակ ընտրում է կուրսային աշխատանքի ղեկավար, դիպլոմային աշխատանքի մագիստրոսական թեզի ղեկավար, սակայն ինչ որ պատճառներով որոշում են հեռացնել դասախոսին աշխատանքից կամ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ դասախոսը հեռանա աշխատանքից, ինչի արդյունքում տվյալ ուսանողը կանգնում է խնդրի առաջ նոր ղեկավար ընտրել։ Պատկերացնենք մի իրավիճակ, ուսանողը աշխատում է կուրսայինի պաշտպանության վրա տվյալ դասախոսի հետ, կատարել են աշխատանքի կեսը եւ ինչ-ինչ պատճառներով տվյալ դասախոսը պիտի դադարեցնի աշխատանքը, դուրս գա աշխատանքից կամ նրան հանեն աշխատանքից, հեռացնեն աշխատանքից, ստացվում է այնպես, որ նոր ղեկավարը պիտի ներկայացնի իր պահանջները, բայց արդեն իսկ ժամկետները կարճ են մնում։ Ուսանողը ստիպված է շատ արագ ժամկետում փորձել հասցնել այդ ամեն ինչը, կամ այլ լինեն պահանջները, որ իր գրած նյութի հետ ընդհանրապես կապ չունեն, այսինքն պատկերացնում եք այս իրավիճակը, թե որքան ծանր կարող է անդրադառնալ ուսանողի վրա։ Այսինքն ունենալով մի շարք բացեր, այդ բացերը չլրացնելով, դեռ ավելին խորացնելով ու բարդացնելով, ուղիղ վնաս է հասցվում ուսանողին։ Եթե նայենք բուհերում առկա թափուր տեղերի թիվը, նույնիսկ անվճար համակարգում առկա թափուր տեղերի թիվը, կհասկանանք, մեզ պարզ կդառնա, որ ուսանողության շրջանում ընդհանրապես գնալով նվազում է բարձրագույն կրթության հանդեպ վստահությունը եւ հավատը։ Ավելի առարկայական խոսելով ասեմ, որ այսօր դրան նպաստում են նաև բուհերում տիրող իրավիճակը, անհարկի քննությունների ավելացումներ, չափորոշիչների փոփոխություններ, բացակայությունների ինչ-որ շեմեր, այսինքն եթե կա ուսանողը չի ներկայացել դասին ինչ-որ պատճառով, առողջական խնդրի պատճառով կամ այնպես է ստացվել, որ աշխատանքի բերումով չի ներկայացել, սակայն տվյալ ուսանողը ի վիճակի է եւ պատրաստ է պատասխանել ողջ նյութը, այստեղ խոսքը չի գնում այն ուսանողների մասին, ովքեր ուղղակի իրենց քմահաճույքից ելնելով չեն գնում համալսարան, այլ այն ուսանողների մասին, ովքեր ունեն հստակ խնդիր, աշխատում են, ինչ-որ առողջական խնդիրներ ունեն եւ չեն կարողացել X ժամկետ ներկայանալ դասին։ Բացակաների պատճառով տվյալ ուսանողին թողնել լիկվիդ, կանգնեցնել համալսարանից դուրս մնալու վտանգի առջև ընդհանրապես տրամաբանության շրջանակներում չէ։ Անհարկի քննությունների ավելացումը, խոսենք այս մասին, որովհետև բավականին շատ է այս հարցը քննարկվել։ Եթե կան մասնագիտական առարկաների քննություններ, հավելյալ քննությունների ավելացումը ուսանողին ենթարկում է հավելյալ ստրեսի եւ սա ոչ թե բարելավում է կրթության որակ, այլ ընդհակառակը։ Ուսանողը կարող է շատ արագ սովորել, յուրացնել նյութը պարզապես այն պատճառով, որ պատասխանի եւ ստանա գնահատական, սակայն հաջորդ օրը չհիշի ոչինչ այդ նյութից։ Այստեղ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ կա ավելի շատ ձևը, քան բովանդակությունը։ Եթե փորձենք համեմատական անցկացնել օրինակ 2016 թվականի եւ 2020 թվականի կրթական համակարգերի ուսանողների միջեւ, ապա կտեսնենք ակնհայտ տարբերություններ եւ ուսանողների թվի եւ ուսանողների մոտիվացիայի եւ առհասարակ ամեն ինչի։ Օրինակ 2016 թվականին ուսանողը կարող էր դիմել ամենատարբեր կազմակերպություններին եւ ստանալ ուսման վարձի զեղչեր։
Այժմ չգիտեմ, մոտ 1-2 նման կառույցներ կան, թե ոչ, որ ուսանողները կարող են դիմել վարձավճարի զեղչի հետ կապված։ Անվճար տեղերի պայքարը, միասնական քննությունները, ամեն ինչը ուսանողին կանգնեցնում են այնպիսի լուրջ խնդիրների առաջ, որ նա պարզապես մտածում է անեմ հնարավոր եւ անհնար ամեն բան, որպեսզի կարողանամ շատ արագ անցկացնել այս 4 տարին, վերցնել դիպլոմը եւ գտնել աշխատանք։ Ու կապ չունի այդ աշխատանքը կապված կլինի իր մասնագիտության հետ, թե ոչ։ Այստեղ եւս մի կարևոր կոմպոնենտ՝ պարտադիր պրակտիկան, որը համալսարանը ուղարկում է։ Այնպիսի վայրեր կարող են ընտրվել, որ ուսանողը պարզապես հիասթափվելով մասնագիտությունից, քանի որ խոսեցինք աշխատանքի մասին, հիասթափվելով իր մասնագիտությունից չկարողանա շարունակել հետագայում իր աշխատանքը։ Ուսանողության շրջանում առկա խնդիրներն ու բացերը այնքան շատ են, որ դրանց մասին կարելի է շատ երկար խոսել։ Սակայն պետք է արձանագրել, որ ուսանողության խնդիրները լուծելու համար նախ առաջինը պետք է փոխել ուսանողների վերաբերմունքը եւ հավատը դեպի բարձրագույն կրթությունը։ Այս ամենի հետ կապված ամենակարևոր քայլերը պետք է ստեղծվեն այնպիսի հաստատություններ, այնպիսի կազմակերպություններ, որոնք ինչ որ չափով կնպաստեն ուսանողների վարձավճարի փոխանցմանը։ Պետք է ստեղծվեն այնպիսի հնարավորություններ, որ ուսանողը չկանգնի աշխատելու կամ ուսումը ընտրելու փաստի առջև, որպեսզի աշխատանքը չխանգարի ուսուցմանը։ Եվ ի վերջո պետք է կատարվեն այնպիսի գործուն քայլեր, որ աստիճանաբար նորից բարձրացվի ուսանողի վստահությունը, սերը ու հավատը դեպի բարձրագույն կրթությունը, որովհետև եթե շարունակվի այս նույն տեմպերով, մենք տարիներ հետո կանգնելու ենք այնպիսի լրջագույն խնդիրների առաջ, որ օրինակ X մասնագետ չի լինելու, ինչն էլ հանգեցնելու է աշխատաշուկայում մի շարք խնդիրների, տնտեսական ներողություն, մի շարք խնդիրների, եւ այս խնդիրները շարունակվելու են դեռ այնքան ժամանակ, քանի չկա հստակ պաշտպանություն ուղղված ուսանողությանը, չկա հստակ լուծումներ ուսանողության խնդիրներին։ Ուսանողությանը վերաբերող խնդիրներն ու բացերը այնքան շատ են, որ դրանց մասին մոտ 1 օրն էլ դժվար կլինի խոսել, չի բավականացնի խոսելու համար, թերևս սահմանափակվեմ այսքանով, շնորհակալություն։